24 ինձի հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք ազգային ժողովի ԿՊԱ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ, այս պահին այստեղ է նաև Գյումրու քաղաքապետի ԿՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։ Հայտարարեցիք, որ վերցնում եք մանդատները։ Վերցրել եմ։ Այո, բայց չմասնակցեցիք անդրան։ Ինչից եք վախեցել։ Հայտարարություն էի տարածել, հուսով եմ կարդացել եք։ Բայց վախեցել եք եւ ասել եք ինչու չառաջադրվեցիք։ Հնարավոր է որ օրինակ ձեզ ընտրեն։ Դու քանի օր Գյումրիում եղել եք, մտածում եք ես ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախենում եմ։ Դե օրինակ ասում եք Դուք ասել եք եւ կգաք կշնորհ։ Այո, որովհետեւ վստահ եմ եղել ժողովրդի վերաբերմունքից։ Եվ իմ կանխատեսումները 90%-ով կատարվել են, մասնակցություններ բարձր եղել։ Եթե իմ մտածած թիվը լիներ մասնակցային, կլիներ 50 պլյուս։ Չէ, կարծում որ Դե բոլորին հաղթել եմ, հիմա 5 հոգով 4 հոգով։ Չէ, կարծում եմ խանգարեց ձեզ, ասում էին Սարիկ Մինասյանը բարձր վարկանիշներ, ԿՊ մտավ վարկաբեկվեց։ Չէ, չկա այդպիսի բան։ Բայց վստահ Նշանում ենք։ որ չկա տենց։ Ասեցի չէ։ հնարավոր է որ Ինչ են երթում։ ինչ-որ զարգացումներ լինեն Գյումրիում եւ Ամեն ինչ հնարավոր է, ես կանխատեսումներ ունեք։ գուշակ չէ։ Դե դուք ասում եք Մենք ստացել ենք 14 մանդատ, Գյումրիում ամենամեծ խմբակցությունը Գյումրու համայնքապետարանում ունենք մենք 14 մանդատ, ծառայեցնելու ենք գյումրեցիներին, մեր ծրագրերի, մեր քաղաքը զարգացնելու համար եւ մնացածը ըստ մասնակցելու եք։ կորոշենք կհայտարարենք, կմասնակցենք կորոշենք։ Միանշանակ, անպայման Ինչ որոշումը ձերն է չմասնակցելու ավականունից։ Որոշումը ձերն է եղել եւ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել նախապես։ Մենք տեղում խմբակցությունով քննարկել Նիկոլ Փաշինյանը տեղակ չի եղել, այսինքն ձեր որոշումը։ Մենք ունեցել ենք խորհրդակցություն, որոշումը կայացրել է Գյումրու խմբակցությունը, այսինքն մենք ազատ ենք։ Փոշմանել, որ հեղինակազրկված կուսակցությունով եք առաջադրվել։ Իսկ ով է ասել, որ հեղինակազրկված։ Իսկ ձեր մտածելով ամենահեղինակավոր կուսակցությունը ո՞րն է։ Շատ է օգնել պարոն Մինասյան։ KGB հո Բելարուսում չենք, ինչ KGB-ն Արեգ ջան։ Արդեն միութենական պետություն ենք, մտե KGB բան։ Բարեկամ չունեք KGB-ում բարձր պաշտոն։ Բացի KGB-ում։ Բայց չէին ասել որ կարող է պարտվել,